այս տարիների ընթացքում մենք բավականին լուրջ կադրեր ենք պատրաստել, եթե մենք ուսումնասիրենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները, ապա կնկատենք, որ այնտեղ շատ են տարբեր պաշտոններ զբաղեցնող, տարբեր կոչումներ, գիտական կոչումներ ունեցող մեր շրջանավարտները։ Պատրաստել որակով, այսինքն պահանջված մասնագետներ տնտեսության տարբեր ճյուղերի համար։ Այս կոչումով է ամփոփում իր 40 տարիները Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը։ 40 տարի որպես ինքնուրույն բուհ, բայց արմատները գալիս են խորքից եւ արդեն 85 տարվա պատմություն ունեն։ 45 տարի էլ այն եղել է Երևանի պետական համալսարանի կազմում եւ առանձնացել է 1975 թվականից։ Ձևավորված ավանդույթներից բացի ժամանակակից պայմանները հաշվի առնելով ձևավորվում են նաև բուհում նոր ավանդույթներ, որոնք կյանքի են կոչվում եւ դրանք, ես պիտի ասեմ, էապես նպաստում են ոչ միայն ուսումնական գործունեությանը, այլև մեր երիտասարդ սերնդի դաստիարակության գործում լուրջ կարևոր նշանակություն ունի։ Ներկայիս երիտասարդությունը շատ ավելի ճկուն է, տարբեր ծրագրերի են մասնակցում, գնում են այլ երկրներ կուրսերի, վերապատրաստման, դասընթացների, զարգացած են շատ։ Համալսարանի ընտրության հարցում ինչու ես կանգնեցի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վրա, քանզի ուսումնասիրելով մյուս համալսարաններ հասկացա, որ առավելագույն բարձր մակարդակով այսօր այս համալսարանն է կարողանում կրթություն տալ։ Armenian State University is one of those universities that I have heard by my friend that it's very, very, very practical. And for economic students, it's very important to be very practical. Այսօր մեր հիմնական շեշտադրումը գնում է կրթության որակի բարձրացմանը։ Գիտահետազոտական լուրջ գործունեություն, թարմ գրականություն, ժամանակակից տեխնոլոգիաներ ու մեթոդներ, հավակնոտ ծրագրեր, սեփական դաշտում ներգրավելով նաև պետական կառավարման տարբեր համակարգեր։ Ահա ռազմավարությունը, որը մշակվել է կրթական բարձր նիշն ապահովելու համար։ Կենտրոնը ստեղծվել է 2013 թվականին։ Կենտրոնի ստեղծման նպատակը այն է, որ համալսարանում իրականացվող գիտական հետազոտությունները ավելի համակարգել, խթանել եւ դրանց մասնակից դարձնել ոչ միայն պրոֆեսորադասախոսական անձնակազմին, այլ նաեւ ուսանողությանը, հատկապես մագիստրանտներին։ Ամբողջ ֆինանսավորումը գրեթե բուհի միջոցների հաշվին է, 3-ից 3.5% մեր բյուջեի դրվել է հետազոտական կենտրոնի վրա։ Ես դիմել եմ նաեւ կառավարություն, խնդրել, եթե իրենց հետաքրքրող տարբեր ոլորտների թեմաներ կան, տան մեզ, մենք անվճար հետազոտություն կատարենք։ Դիմեցինք հանրապետության վարչապետին, նա հանձնարարեց նախարարություններին եւ մենք նախարարություններից ստացանք այն հիմնախնդիրները, որոնք առավել կարևոր են հետազոտությունների համար։ Դրանք էկոնոմիկայի նախարարությունն է, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն է, սպորտի նախարարությունն է, ֆինանսների նախարարությունն է, գյուղատնտեսության նախարարությունն է։ Հետազոտություններին մասնակցելով ավելի շատ տեղեկատվություն ենք ստանում ու ավելի շատ ոնց որ փորձ ենք ձեռք բերում, թե ինչպես կարելի է հետագայի համար օգտագործել դրանք, ու բաց դրանից տարբեր պրակտիկ գիտելիքներ եմ ես տրամադրում։ Կարողանում ենք վերլուծել տնտեսության տարբեր ճյուղեր, ավելի հստակ պատկերացում կատարել նրանցում տեղի ունեցող շարժի, տնտեսական աճի եւ մի շարք այլ տնտեսագիտական պատկերացումներ կազմել։ Մենք կատարում ենք հետազոտություն, մենք ստանում ենք որոշակի արդյունք, իսկ այդ արդյունքների արդեն ներդրումը դա համապատասխան ու գործադիր մարմինների լիազորությունների մեջ է մտնում։
Աշխատանքները, հետազոտությունները արդեն ավելի լայն լսարաններում են ներկայացվում, արդյունքները կրթական ծրագրերի տեսքով, մոդուլների տեսքով ներկայացվում են մեր ուսանողությանը եւ դասախոսական, հետազոտական, այսպես ասենք, աշխատակազմերին։ Տնտեսագիտական համալսարանը ոչ միայն ազգային, այլև միջազգային մի շարք ծրագրերի կենտրոն է։ Անհրաժեշտ է ստեղծել այն կրթական միջավայրը, որը կձևավորի ժամանակակից մասնագետին։ Համալսարանում գործում է նաև բրիտանական բիզնես դպրոց։ Սովորելով այստեղ ուսանողները ստանում են բրիտանական համալսարանի դիպլոմ, բիզնեսի կառավարման ոլորտում մագիստրոսի աստիճան։ Erasmus Plus ծրագրի շրջանակներում տնտեսագիտական համալսարանը պայմանագրեր ունի 10 գործընկեր բուհերի հետ, որոնցից 8-ում 2015-16 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակում ուսումնառության են մեկնում 15 ուսանողներ։ Մյուս երկու բուհերի հետ ուսանողների փոխանակումը նախատեսվում է արդեն 2016-17 ուսումնական տարվա առաջին կիսամյակում։ Համալսարանում եւս մեկ կիսամյակով կհյուրընկալվեն գործընկեր բուհերի ուսանողներ եւ դասախոսներ։ Ժամանող ուսանողներն իրենց կրթությունը կշարունակեն այստեղ սովորող արտասահմանցի ուսանողների հետ։ Իդեպ տնտեսագիտական համալսարանը կրթության եւ գիտության նախարարությունից օտարերկրյա քաղաքացիների կրթության կազմակերպման թույլտվություն է ստացել 2012 թվականից եւ այժմ բուհում սովորում են Հնդկաստանի Հանրապետության 6 եւ Սիրիայի Արաբական Հանրապետության 1 քաղաքացիներ։ Արտասահմանցի 1 շրջանավարտ դիմել է ասպիրանտուրա։ Անցնող տարիներին համալսարանը ներգրավվել է նաև Տեմպուսի 7 ծրագրում, որոնցից Արարատի համակարգողն է եղել։ 2016 թվականից համալսարանը մասնակցում է նաև Erasmus Plus-ի հերիտակ ծրագրին։ Գիտելիքների բազա նոր ու կարևոր գրականությամբ։ Ժամանակակից գրադարանը առանցքային նշանակություն ունի այստեղ։ Թվայնացման սարքը ձեռք ենք բերել 2014 թվականին, ինքը բավականին նոր սարք է ըստ էության եւ ինքը մեզ հնարավորություն տվեց ինտեգրվելու Հայաստանի բուհական գրադարանային ընտանիքի լիարժեքով։ Որակական տեսանկյունից լավ արժեքավոր գրականություն շատ ունենք, դրան նպաստել է բավականին նաև բիզնես դպրոցի գրականությունը անգլերեն լեզվով։ Այս տարիների ընթացքում նաև լրջորեն հագեցվել է բուհի տեխնիկական միջոցները։ Ուսուցումը կազմակերպվում է նորարար մեթոդներով, ցույց տալով պրակտիկ կյանքը եւ տեսությունը միաժամանակ զուգորդելով։ Եթե դու ինքդ ուզում ես սովորել, գիտելիքները անխտիր նրանք տալիս են։ Դասավանդում են այնպիսի մասնագետներ, որոնք ոչ միայն մեր բուհում, այլև ամբողջ հանրապետության մասշտաբում հայտնի տնտեսագետներ ու լավ մասնագետներ են։ Այս համալսարանն իր ժամանակի հանդեպ ամենազգայուն կրթական հաստատությունն է, այսինքն տնտեսությունը եւ նրա պահանջները կարող են անընդհատ փոխվել։ Նշանակում է պետք է ունենալ առավելագույն ճկունություն ժամանակի տնտեսությանը սպասարկելու եւ համապատասխան մասնագետներ տալու համար։ Մենք պետք է նաեւ շատ մեծ ուշադրություն դարձնենք պրակտիկ փորձին, ասենք ուսանողը ոչ միայն ստանա տեսական գիտելիքներ, այլև մեծ պրակտիկ փորձ ունենա։ Դրա համար մենք պետք է շատ աշխատենք նաև գործատուների հետ։ Մենք պետք է խորհրդակցենք գործատուի հետ, աշխատաշուկայում մեր տված որակի գնահատականը տալիս է աշխատաշուկան։ Տասնյակ գործատուների հետ ունենք համագործակցության պայմանագրեր, աշխատում ենք գրեթե բոլոր ոլորտի խոշոր գործատուների հետ։ Մենք աշխատում ենք ֆինանսների նախարարության, հարկային մաքսային համակարգերի, մենք աշխատում ենք առևտրային բանկերի հետ, մենք աշխատում ենք աշխատանքի սոցիալական հարցերի նախարարության, կադաստրի պետական կոմիտեի, աշխարհ գնահատման, բնապահպանության նախարարության, այնպես չի որ մենք ուղղակի ապահովագրական ընկերությունների բոլորի հետ ծերտ աշխատում ենք, բայց պետք է ավելի շատ աշխատենք։ Ավելի շատ պետք է նրանց ներգրավենք մեր կրթական process-ների մեջ։ Ակնկալիքներ ունեմ լավ գիտելիքներ ստանամ մաքսային գործի ոլորտում ու գտնեմ լավ աշխատանք, կարծում եմ կարդարացվեն ակնկալիքները։ Մենք ունենք շատ առանջացիկ մասնագիտություններ, բանկային գործ, ապահովագրական գործ,
ֆինանսներ, արժեթղթերի շուկայի մասնագիտություն։ Մեր ուսանողների մեծ մասը ինստիտուտն ավարտելուց հետո շատ ապահովագրական ընկերություններում, բանկերում, նաև ֆոնդային, բորսային, ինչու՞ չէ, նաև անցել են աշխատանքի ու անցնում են։ Մեր կադրերը հիմնականում բակալավրիատից եւ մեծամասամբ արդեն մագիստրատուրայում իրենք աշխատում են։ Դրա վառապացույցն է նաև բազմաթիվ այցեքարտերը, որ մեր գործատուները գալիս են, փոխանցում են, պահանջում են բավականաչափ լավ կադրեր։ Ես որ մտնում եմ լսարան, ուսանողներին Կոնֆուցիոսի հայտնի միտքն եմ ասում եմ. հիշեք մի բան, վաղվա կառավարիչները դուք եք լինելու, երկիրը կառավարեք այնպես, որ ձեր քաղաքացիները արդակին գիշատիչներից ավելի շատ չվախենան ձեզնից։ Ուսանողական խորհուրդը իր գործունեությունը ծավալում է բուհի ուսանողական կյանքի բոլոր ասպարեզներում, սկսած սպորտային, մշակութային միջոցառումներից մինչև գիտական, ինտելեկտուալ միջոցառումներ, մասնակցում է բուհում կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման։ Բացի այդ, ուսանողական խորհուրդը իդեմս ուսանողները իդեմս ուսանողական խորհրդի բուհում ցանկացած որոշումների կայացման մակարդակում բոլոր մակարդակներում ունեն 25% ձայնի իրավունք։ Կազմակերպում ենք բազմաթիվ ու բազմապիսի միջոցառումներ, հրավիրում ենք հայաստանյան լավագույն մասնագետների, ովքեր ուսանողների համար ոչ ֆորմալ կրթությունն են ապահովում ու կազմակերպում ենք սեմինարներ, բաց դասեր։ Մեր ուսանողական խորհուրդը 4 տարին անընդմեջ այս տարի եւս ճանաչվեց Հայաստանում որպես լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին։ Այս ամբողջը երևացող կողմն է, իսկ չերևացող, բայց շատ կարևոր կողմը, որն անբաժան է ուսումնական գործընթացից, սոցիալական ծրագրերն են, հատկապես սոցիալապես անապահով ուսանողներին աջակցելու ծրագրերը։ Գործում է ուսանողի տուն մարզերից եկած ուսանողների համար, ճաշարան, բավական մատչելի, այսինքն ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ուսանողը ապրի լավ պայմաններում, առողջ սնվի ու մտածի միայն սովորելու մասին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում 2015 թվականի նոյեմբերից ներդրվել է նորաստեղծ ընտանիքների եւ մայրության աջակցման աննախադեպ կարգ։ Այն նախատեսում է 100-ից 250 հազար դրամ միանվագ խրախուսում համալսարանի աշխատակիցներին նոր ընտանիք կազմելու կամ երեխա ունենալու դեպքում։ Տնտեսագիտական համալսարանում արդեն մի քանի տարի աշխատակիցների համար իրականացվում է բժշկական ապահովագրություն։ Սոցիալապես անապահով ուսանողների համար ես բացի գործող զեղչերը լրացուցիչ զեղչային համակարգ էի սահմանել նախանցած տարվանից։ Ես լավ սովորող ոչ մի ուսանող այս տարիների ընթացքում բուհից դուրս չի մնացել, անգամ այս պահին մարդիկ կան մեծ պարտքերով, բայց շարունակում են ես ինքս էլ աշխատողները տարբեր տեղերից ֆինանսական միջոցներ են քայթատում, փակում։ Ես ինչ եմ անընդհատ շեշտում լավ սովորող երեխան, որովհետև ես դա իմ անձնական տեսակետն է։ Սոցիալապես անապահով ընտանիքի երեխան, երբ որ բուհում է, նա պարտավոր է լավ սովորի։ Այս տարիների ընթացքում մենք բավական աշխատանք ենք կատարել բուհի միջավայրի փոփոխության համար։ Առաջին հայացքից դա կարող է կարևոր չթվալ, բայց ես կարծում եմ, որ այն գործոնները, որոնք օգնում են որակյալ մասնագետի պատրաստմանը, նաև միջավայրն է։ Առողջ միջավայր ու լավ կրթություն շուրջ 8000 ուսանողների համար։ Սա ոչ միայն մասնագիտական պրոֆեսիոնալ մոտեցման, այլև պատվի հարց է, որովհետև տնտեսագիտական մայրբուհը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը շատ լավ է գիտակցում, որ սեփական երկրի տնտեսությունը կախված է նաև իր տված մասնագետներից։